Երբ Աստծո պատվերը, սիրիր թշնամուդ, թվում է անհնարին ու անարդար։ Պատկերացրեք մի տեսարան։ Գևորգը, հայտնի խաչքարագործը, ծնկի է իջնում իր արհեստանոցի փլատակների մեջ։ Նրա հոր կյանքի վերջին գործը, անգին խաչքարը, փշուր է եղել։ Տիգրանի անողոք կառուցապատողի մարդիկ ոչինչ չեն խնայել։ Մարմարի սառը բեկորները դառնում են Գևորգի հոգու բեկորները, և նրա ձեռքերը սեղմվում են բռունցքի մեջ մինչև արյունոտվելը։ Ներել, թե վրեժխնդիր լինել։ Այս պատմությունը սովորական քարոզ չէ։ Մենք ցույց կտանք, թե ինչպես է աստվածային խորհուրդը գործում իրական դաժան կյանքում, երբ ամեն ինչ կորած է թվում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է հավատքը դառնում ոչ թե թուլություն, այլ ամենահզոր զենքը։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն անսպասելի քայլը, որ Գևորգը կատարում է իր թշնամու դեմ, օգտագործելով ընդամենը մի մուրջ և քարի մի կտոր։ Այդ քայլը կփոխի ամեն ինչ։ Պատրաստ եք տեսնելու, թե ինչպես է ներումը դառնում հաղթանակի ամենաանսպասելի ճանապարհը։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում։ Եկեք տեսնենք, քանիսն ենք մենք։ Քարի փոշու սուր բույրը, որը խառնվել էր խնկի ու հնամենի փայտի բուրմունքին, Գևորգի համար կյանքի հոտն էր։ Նրա 45 տարվա կյանքի մեծ մասը անցել էր այս արհեստանոցի քարե պատերի ներսում, որը հայրն էր կառուցել, իսկ պապը հիմնել։ Ամեն մի գործիք, ամեն մի մուրջ ու հատիչ իրենց վրա կրում էին սերունդների, քրտինքի ու աղոթքի դրոշմը։ Գևորգի կոշտացած, բայց զգայուն մատները սահում էին կիսատ թողած խաչքարի նուրբ զարդանախշերի վրայով։ Դա պատվեր էր Էջմիածնից, և նա իր ողջ հոգին էր դնում այդ աշխատանքի մեջ, զգալով, թե ինչպես է անշունչ տուֆը կենդանանում իր ձեռքերի տակ, վերածվում հավատքի ու հավերժության խորհրդանիշի։ Հանկարծ արհեստանոցի հին, ծանր դուռը ճռալով բացվեց, և ներս ընկած արևի շողը մի պահ կուրացրեց նրան։ Շեմին կանգնած էր Տիգրանը, փայլուն կոշիկներով, թանկարժեք կոստյումով, որն անհեթեթ էր թվում այս փոշոտ ու սրբազան միջավայրում։ Նրա կողքին երկու հաղթանդամ տղամարդիկ էին կանգնած քարե դեմքերով։ Տիգրանը, որը վերջին ամիսներին գնել էր հարևան բոլոր հողակտորները, հսկայական բնակելի համալիր կառուցելու համար, քամահարական ժպիտով շուրջը նայեց։ «Դեռ այստեղ ես, վարպետ», նրա ձայնը մետաղի պես սառն էր։ «Ես կարծում էի մենք արդեն պայմանավորվել ենք։ Իմ վերջին առաջարկը դեռ ուժի մեջ է։ Լավ գումար եմ տալիս այս 5 քարերի կույտի համար»։ Գևորգը դանդաղ ուղղվեց, ձեռքի մուրճը դրեց սեղանին։ «Այս քարերը քո բետոնե տուփերից ավելի շատ պատմություն ունեն, Տիգրան։ Սա իմ պապի տունն է, իմ հոր սրբավայրը, և այն վաճառքի ենթակա չէ»։ Այդ երեկոն նրանց փոքրիկ տանը լարված լռություն էր տիրում։ Գևորգի կինը, Անահիտը, անհանգիստ ձեռքերով շրջում էր սեղանի շուրջ դրված ափսեները։ Նրա դեմքին վախ կար։ «Գևորգ, գուցե պետք է մտածել», սկսեց նա զգուշորեն։ «Այդ մարդը կանգ չի առնի, նա ողջ թաղամասն է գնել։ Մենք ինչ ուժ ունենք նրա դեմ կանգնելու, նա մեզ կխեղդի։ Գումարն էլ վատը չէ, կկարողանանք նոր տուն գնել, երեխաներին լավ կրթության տալ»։ Գևորգը նստած էր սենյակի անկյունում, տիրոջ սրբապատկերի դիմաց, որի առաջ միշտ վառվող կանթեղը տաք լույս էր սփռում նրա հոգնած դեմքին։ Նա վերցրեց սեղանին դրված հնամաշ աստվածաշունչը։ «Անահիտ, մարդ միայն հացով չի ապրում։ Եթե ես հրաժարվեմ այս արհեստանոցից, ես կհրաժարվեմ ինձնից, իմ արմատներից։ Ինչ պետք է ասեմ իմ որդուն, երբ նա մեծանա, որ ես փողի դիմաց վաճառեցի մեր պապերի ժառանգությունը»։ Հենց այդ պահին դուռը թաքեցին։ Ներս մտավ նրանց թաղամասի քահանան, տեր Հովանեսը, մի բարի, իմաստուն մարդ, ում սպիտակ մորուքն ու խաղաղ աչքերը միշտ հանգստություն էին բերում։ Նա զգացել էր տան լարվածությունը։ Նստելով նրանց կողքին, տեր հայրը ձեռքը դրեց Գևորգի ուսին։ «Դժվար փորձություն է, որդիս, բայց հիշիր տիրոջ խոսքերը։ Նա մեզ երբեք հեշտ ճանապարհ չի խոստացել, բայց խոստացել է միշտ մեզ հետ լինել։ Աղոթք արա, և Աստված քեզ ցույց կտա ճիշտ ուղին։ Քրիստոսը մեզ սովորեցնում է սիրել մեր թշնամիներին և աղոթել նրանց համար, ովքեր մեզ հալածում են»։ Գևորգը գլուխը բարձրացրեց, նրա աչքերում ցավ կար։ «Բայց ինչպես, հայր սուրբ, ինչպես սիրեմ մեկին, ով ուզում է քանդել իմ կյանքի գործը»։ Հաջորդ առավոտ Գևորգը սովորականից շուտ գնաց արհեստանոց։ Սիրտը մի վատ բան էր զգում։ Բակ մտնելուն պես նրա արյունը սառեց երակներում։
Բուլդոզերի լայն հետքերը խորը ակոսներ էին թողել հողի վրա, հասնելով մինչև արհեստանոցի պատը։ Բակում դրված տուֆի մեծ քարերը, որոնք նա պատրաստել էր նոր խաչքարի համար, մի կողմ էին շպրտված, իսկ դրանցից մեկը, որի վրա նա արդեն սկսել էր նախնական գծագրումը, ճաքել էր մեջտեղից։ Դա բացահայտ նախազգուշացում էր, սպառնալիք, առանց բառերի։ Նրա երիտասարդ աշակերտը, 18-ամյա Լևոնը, արդեն այնտեղ էր, քարացած կանգնած ավերածության կողքին։ «Տեր Գևորգ, սա նրա արածն է», կատաղած ասաց Լևոնը, նրա ձայնը դողում էր։ «Մենք պետք է ոստիկանություն կանչենք, մենք պետք է ինչ-որ բան անենք, սա անարդարություն է»։ Գևորգը մոտեցավ ճակած քարին, ձեռքով շոշափեց սուր, անհարթ եզրը։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր, բայց աչքերի խորքում կրակ էր վառվում։ Ոստիկանությունը մեզ չի օգնի մի մարդու դեմ, ով ողջ քաղաքը գրպանումն է պահում, Լևոն։ Սա ուրիշ տեսակի պայքար է։ Նա ուզում է մեզ վախեցնել, ուզում է, որ մենք հանձնվենք։ Գևորգը բռունցքները սեղմեց այնքան ուժեղ, որ եղունգները խրվեցին ափի մեջ։ Նա նայեց արհեստանոցի պատին ամրացված հին, փայտե խաչին, հետո հարևանությամբ վեր խոյացող շինարարության երկաթբետոնե կմախքին, որը ստվերի պես կախվել էր իր փոքրիկ աշխարհի վրա։ Այդ կիրակի Սուրբ Զորավոր եկեղեցին լեփ-լեցուն էր։ Պատարագի խորհրդավոր մթնոլորտում, երբ դպիրների սաղմոսերգությունը միահյուսվում էր խնկի բույրին, Գևորգը փորձում էր աղոթքի մեջ խաղաղություն գտնել։ Նա կանգնած էր ընտանիքի հետ, բայց նրա միտքը հեռու էր։ Նա նայում էր Քրիստոսի խաչված պատկերին և փորձում էր հասկանալ Տեր Հովհաննեսի խոսքերի իմաստը։ Սիրել թշնամուն, սիրել Տիգրանին, ով իրենից խլում էր ոչ միայն հող ու քար, այլև հիշողություն ու ատագա։ Նրա ձեռքը դողում էր, երբ մոմ էր վարում ամենափրկիչի սրբապատկերի առաջ։ Նրա շուրթերը շարժվում էին, համր աղերսանքով դիմելով Աստծուն։ «Տեր, ինչ անեմ, ուշ տուր ինձ, ցույց տուր ճանապարհը»։ Պատարագից հետո, երբ նրանք դուրս էին գալիս եկեղեցու բակ, Գևորգը տեսավ մի բան, որից սիրտը սառեց։ Փողոցի մյուս կողմում դանդաղ անցնում էր Տիգրանի սև փայլուն մեքենան։ Մգեցված ապակին իջավ և մի պահ Գևորգի հայացքը հանդիպեց Տիգրանի հայացքին։ Դա հաղթանակած, սառը և ինքնավստահ հայացք էր, որին ուղեկցում էր հազիվ նշմարելի քամահրական ժպիտ։ Մեքենան արագացրեց ընթացքը, թողնելով Գևորգին կանգնած եկեղեցու դարպասների մոտ, իր հավատքի և աճող ատելության միջև մենակ։ Տիգրանի մեքենայի հեռանալուց հետո Գևորգի մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա իր ընտանիքին տարավ տուն, բայց նրա քայլերը ծանր էին, կարծես ուսերին դարերի բեռ կրեր։ Այդ երեկոն նրանց տանը սեղանին դրված ընթրիքը սառում էր, իսկ օդում կախված էր անասելի լարվածություն։ Տան դուռը կտրուկ բացվեց, և ներս մտավ Գևորգի կրտսեր եղբայրը, Սարգիսը։ Նա 35 տարեկան էր, կրակոտ ու գործնական մի երիտասարդ, որը, ի տարբերություն Գևորգի, քարի փոխարեն ընտրել էր իրավաբանության ոլորտը և հաջողության էր հասել իր սուր մտքի ու երբևն նաև կոշտ մեթոդների շնորհիվ։ Նրա դեմքը կարմրել էր զայրույթից։ «Ես լսեցի, թե ինչ է եղել արհեստանոցում», նա ձայնը հազիվ էր զսպում, «և հիմա էլ եկեղեցու մոտ։ Այս սրիկան անցել է բոլոր սահմանները։ Գևորգ, մենք պետք է գործենք, և ես չեմ խոսում աղոթքների մասին»։ Նա նստեց սեղանի մոտ, անտեսելով Անահիտի խնդրող հայացքը։ «Ես կապեր ունեմ, մենք կվարձենք լավագույն փաստաբաններին, մենք կփորենք այդ Տիգրանի անցյալը, կգտնենք այնպիսի կեղտ, որ նա կզղջա ծնված օրվա համար։ Եթե պետք լինի, կգտնենք մարդկանց, ովքեր նրան կբացատրեն, որ քո արհեստանոցի կողմը նայելն անգամ վտանգավոր է»։ Գևորգը, որը մինչ այդ լուռ նստած էր, բարձրացրեց գլուխը։ Նրա հայացքում ոչ թե վախ էր, այլ խորը տխրություն։ «Եվ դրանով մենք ինչով է կտարբերվենք նրանից, Սարգիս»։ Նա վերցրեց սեղանին դրված ավետարանը, որը նրանց ընտանեկան մասունքն էր, պապից հորը, հորից իրեն փոխանցված։ Նրա մատները գտան Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխը, լեռան քարոզը։ «Տեր Հովհաննեսն ասում է, որ պատասխաններն այստեղ են», ասաց նա հանգիստ, բայց հաստատուն ձայնով։ Նա սկսեց կարդալ. «Դուք լսել եք, որ ասվել է. «Սիրիր քո մերձավորին և ատիր քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են»։ Սարգիսը չդիմացավ և ձեռքով հարվածեց սեղանին։ «Բավականից է։ Սա հեքիաթ է, Գևորգ, հասկանում ես։ Հեքիաթ, որը գրվել է 2000 տարի առաջ։ Մենք ապրում ենք իրական աշխարհում, որտեղ գայլերը հոշոտում են գառներին։ Մինչ դու կաղոթես նրա համար, նա կգա ու քո գլխին կփլի այդ արհեստանոցը։ Դու միայն քո մասին չես մտածում։ Դու ունես կին, երեխաներ։ Դու պատասխանատու ես նրանց համար»։ Անահիտը, որը մինչ այդ լուռ լսում էր, խառնվեց խոսակցությանը։ Նրա ձայնը դողում էր։ «Սարգիսը ճիշտ է, Գևորգ, ես վախենում եմ։
Այսօր նա քարն է կոտրել, վաղը կարող է, Աստված մի արասցե։ Ինչպես կարող ենք պաշտպանվել սիրով ու աղոթքով մի մարդուց, ում համար սրբություն չկա։ Նրանց տունը վերածվել էր երկու ճամբարի։ Մի կողմում Սարգիսն էր, ռեալիստը, որը հավատում էր մարդկային ուժին, օրենքի ուժին և անհրաժեշտության դեպքում ուժի օրենքին։ Մյուս կողմում Գևորգն էր, որը փորձում էր կառչել Քրիստոսի խոսքից, բայց ինքն էլ լիովին չէր հասկանում, թե ինչպես կարելի է կիրառել այդ աներևակայելի խորհուրդը։ Անահիտը գտնվում էր նրանց միջև, սիրելով ամուսնուն և հավատալով նրա սկզբունքներին, բայց միևնույն ժամանակ մայրական բնազդով վախենալով իր երեխաների ապագայի համար։ Քրիստոսի խորհուրդը ոչ թե լուծում էր դարձել, այլ կոնֆլիկտի կատալիզատոր, որը ճեղքում էր նրանց ընտանիքի միասնությունը։ Հաջորդ օրը առանց Գևորգին ասելու Սարգիսը գնաց արհեստանոց։ Նա իր հետ բերել էր երկու հոգու, մի փաստաբանի և մի մասնավոր քննիչի։ Նրանք սկսեցին զննել տարածքը, չափագրել, լուսանկարել ավերածությունները։ Լևոնը, Գևորգի աշակերտը, ոգևորված օգնում էր նրանց, մանրամասն պատմելով ամեն ինչ։ Երբ Գևորգը եկավ, նա տեսավ այս տեսարանը և կանգ առավ շեմին։ Նրա դեմքը մթնեց։ Ինչ է կատարվում այստեղ, Սարգիս։ Սարգիսը շրջվեց, ձեռքին թղթապանական։ Այն, ինչ դու պետք է անեիր առաջին օրվանից։ Մենք հայց ենք ներկայացնում դատարան գույքին վնաս հասցնելու և սպառնալիքների համար։ Պարոն Մանուկյանը, մեր քննիչը, արդեն մի քանի հետաքրքիր բան է գտել Տիգրանի անցյալից։ Մենք նրան կոչնչացնենք, Գևորգ, օրենքի շրջանակներում իհարկե։ Գևորգը մոտեցավ և վերցրեց թղթապանակը եղբոր ձեռքից։ Նա մի պահ նայեց նրա պարունակությանը, հետո փակեց այն և վերադարձրեց։ Սա իմ ճանապարհը չէ, ես չեմ ուզում ոչնչացնել ոչ ոքի, ես ուզում եմ պաշտպանել իմը։ Իսկ ինչպես, պայթեց Սարգիսը, ավետարան կարդալով։ Լսիր, ես հարգում եմ քո հավատքը, բայց սա բիզնես է, սա պատերազմ է, և պատերազմում հաղթում է ուժեղը, ոչ թե բարին։ Նրանց վեճը գրավեց հարևանների ուշադրությունը։ Մի քանի հին վարպետներ, որոնք դեռ աշխատում էին մոտակա արհեստանոցներում, հավաքվել էին դարպասի մոտ անհանգիստ հետևելով տեսարանին։ Նրանք հարգում էին Գևորգին, բայց նաև վախենում էին Տիգրանից։ Գևորգի ներքին պայքարը խորանում էր։ Նա գնաց Տեր Հովհաննեսի մոտ, խորհրդի։ Նրանք երկար նստեցին եկեղեցու հանգիստ ու զով մատուռում, որտեղ պատերից նայում էին սրբերի խիստ, բայց բարի դեմքերը։ Գևորգը պատմեց ամեն ինչ, եղբոր ծրագրերի, կնոջ վախերի և սեփական անզորության մասին։ Տեր հայրը լսում էր համբերատար, առանց ընդհատելու։ Երբ Գևորգը լռեց, քահանան բացեց ավետարանի մեկնությունների հին հաստաթափոր գիրքը, որը գրել էին մեր եկեղեցու հայրերը։ «Տես, որդիս», ասաց նա, մատով ցույց տալով մի տող։ Սիրել թշնամուն չի նշանակում լինել պասիվ կամ թույլ տալ, որ չարը հաղթի։ Դա չի նշանակում արդարացնել մեղքը։ Դա նշանակում է պայքարել մեղքի դեմ, բայց ոչ թե մեղավորի դեմ։ Դա նշանակում է ատել նրա արարքը, բայց աղոթել նրա հոգու փրկության համար։ Քրիստոսը մեզ կոչ է անում պատասխանել ատելությանը ոչ թե ավելի մեծ ատելությամբ, այլ մի ուժով, որը Տիգրանի նման մարդիկ չեն հասկանում։ Դա սիրո ուժն է, որը կարող է փոխել սրտերը։ Գևորգը լսում էր, բայց նրա համար դժվար էր ընկալել այս խոսքերը։ Դրանք գեղեցիկ էին, բայց անիրական էին թվում։ Բայց ինչպես, Հայր Սուրբ, ինչ գործնական քայլ պետք է անեմ ես։ Ինչպես կարող եմ ես սիրել նրան, երբ իմ ամբողջ էությունը բղավում է վրեժի մասին։ Տեր Հովհաննեսը փակեց գիրքը։ Պատասխանը դու ինքդ պետք է գտնես, աղոթքի և խորհրդացության միջոցով։ Բայց հիշիր, Քրիստոսի ճանապարհը հաճախ ամենադժվարն է, բայց միակը, որը տանում է դեպի իրական հաղթանակ։ Գևորգը դուրս եկավ եկեղեցուց ավելի շփոթված, քան երբևէ։ Նրա առջև երկու ճանապարհ էր դրված. եղբոր առաջարկած աշխարհիկ պայքարի ճանապարհը և Քրիստոսի անհասկանալի ու վտանգավոր թվացող ճանապարհը։ Եվ նա պետք է ընտրություն կատարեր, որը կորոշեր ոչ միայն իր արհեստանոցի, այլև իր հոգու ճակատագիրը։ Երկու ճանապարհների միջև տատանվելուց մի քանի օր անց Գևորգի մեջ մի որոշում հասունացավ։ Դա ոչ թե տրամաբանական եզրահանգում էր, այլ հոգու խորքից եկող մի մղում, մի միամիտ, գուցեև հուսահատ փորձ, գործով ապացուցելու իր հավատքը։ Նա որոշեց բառացիորեն կատարել Տիրոջ պատվերը, բարիք անել իրեն ատողին։ Ամբողջ գիշեր նա չքնեց։ Իր հոր հին գործիքներով, որոնք նա օգտագործում էր միայն ամենանվիրական աշխատանքների համար, նա վերցրեց փոքրիկ, մաքուր տուֆի մի կտոր և սկսեց աշխատել։
Նրա ձեռքերի տակ քարը վերածվեց նրբագեղ փոքրիկ խաչքարի, որի վրա նա փորագրեց կյանքի ծառի խորհրդանիշը։ Դա ոչ թե պատվեր էր, այլ աղոթք մարմնավորված քարի մեջ։ Հաջորդ առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա զգուշորեն փաթաթեց խաչքարը մաքուր կտորի մեջ և գնաց դեպի քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում էր Տիգրանի շքեղ գրասենյակը, ապակուց և պողպատից կառուցված մի հսկայական շենք, որն ինքնին իշխանության և փողի խորհրդանիշ էր։ Գևորգը իր հասարակ, փոշոտ հագուստով անտեղի էր թվում այդ փայլուն միջավայրում։ Երկար սպասելուց և քարտուղարուհու կամահարական հարցուփորձից հետո նրան վերջապես թույլ տվեցին մտնել։ Տիգրանը նստած էր իր հսկայական գրասեղանի հետևում, որից բացվում էր տեսարան դեպի ողջ Երևանը։ Նա զարմացած, բայց միևնույն ժամանակ հեգնական հայացքով նայեց Գևորգին։ «Ինչ ես ուզում, վարպետ, եկել ես ընդունելու իմ առաջարկը»։ Գևորգը լուռ մոտեցավ, զգուշորեն բացեց կտորը և փոքրիկ խաչքարը դրեց սեղանի փայլուն մակերեսին։ «Սա քեզ համար է», ասաց նա հանգիստ, «թող Աստված օրհնի քո աշխատանքը և լույս տա քո ճանապարհին»։ Տիգրանը մի պահ լռեց, փորձելով հասկանալ այս անսպասելի քայլի իմաստը։ Նա վերցրեց խաչքարը, պտտեց ձեռքերի մեջ, զննեց նուրբ փորագրությունները։ Նրա դեմքին հայտնվեց մի արտահայտություն, որը Գևորգը չկարողացավ վերծանել, զարմանքի և գուցե անգամ հիացմունքի խառնուրդ։ Գևորգի սրտում մի թույլ հույսի կայծ թրթռաց։ Գուցե սա է ճանապարհը։ Գուցե Տեր-հոր խոսքերը ճիշտ էին։ Բայց այդ պահը տևեց ընդամենը մի ակնթարթ։ Տիգրանի դեմքը նորից քարացավ։ Նա ուսերը թոթվեց և, կարծես ցույց տալով, թե որքան անարժեք է այդ ամենը իր համար, անփութորեն խաչքարը նետեց գրասեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի մետաղին դիպչելու չոր ձայնը որոտի պես հնչեց լուռ սենյակում։ «Ինձ քո քարերը պետք չեն», ասաց նա սառնորեն։ «Ինձ քո հողն է պետք։ Դու ունես մեկ շաբաթ։ Կամ դու կվաճառես այն իմ գնով, կամ ես այն կվերցնեմ առանց գումարի։ Իսկ հիմա հեռացիր, ես գործ ունեմ»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նվաստացման, անզորության և խորը վիրավորանքի ալիքը հեղեղեց նրան։ Նրա բարի կամքի դրսևորումը, նրա աղոթքը, նրա հավատքի միամիտ փորձը ոտնատակ էր արվել և նետվել աղբը։ Նա դուրս եկավ այդ շենքից ջախջախված, զգալով, որ ոչ միայն Տիգրանն է ծաղրել իրեն, այլ կարծես ինքն Աստված է լքել նրան։ Նրա մարդկային բանականությունը բախվել էր աստվածային իմաստության անհասկանալիությանը, և այդ բախումը ցավոտ էր ու անողոք։ Արհեստանոց վերադառնալով նա տեսավ, որ Սարգիսն ու Լևոնը կրկին այնտեղ են։ Նրանք ոգևորված քննարկում էին ինչ-որ թղթեր։ Երբ տեսան Գևորգի գունատ ու քարացած դեմքը, մի պահ լռեցին։ «Որտեղ էիր», հարցրեց Սարգիսը կասկածամտորեն։ Գևորգը ոչինչ չպատասխանեց։ Նա գնաց դեպի իր աշխատասեղանը, վերցրեց ամենածանր մուրճը և իր ողջ ուժով հարվածեց կիսատ թողած խաչքարին, որի վրա աշխատում էր էջմիածնի համար։ Քարը ճաքեց, թողնելով խորը, անդառնալի սպի։ Լևոնը սարսափահար բացականչեց։ Սարգիսը մոտեցավ և բռնեց եղբոր ձեռքը։ «Ինչ ես անում, խելագարվել ես»։ Գևորգը թողեց մուրճը, որը զնգոցով ընկավ գետնին։ Նրա ուսերը կախ ընկան։ «Դու ճիշտ էիր», ասաց նա խուլ ձայնով, նայելով ոչ թե եղբորը, այլ ճաքած քարին։ «Բարությունը թուլություն է։ Սերը զենք չէ, այլ ինքնասպանություն։ Արա այն, ինչ պետք է, պայքարիր նրա մեթոդներով»։ Այդ խոսքերը հաղթանակ էին Սարգսի համար, բայց նա ուրախություն չզգաց։ Նա տեսնում էր եղբոր հոգու ավերակները և հասկանում էր, որ այդ հաղթանակի գինը չափազանց բարձր է։ Ներքին պայքարը կարծես թե ավարտվել էր, հօգուտ աշխարհիկ ռեալիստական մոտեցման։ Գևորգը հանձնվել էր, սակայն այդ գիշեր, երբ տանը բոլորը քնած էին, Գևորգը չէր կարողանում տեղը գտնել։ Նա դուրս եկավ բակ, նստեց արհեստանոցի սառը շեմին։ Լուսինը լուսավորում էր ճաքած խաչքարը և սպին սև օձի պես գալարվում էր նուրբ զարդանախշերի վրայով։ Հենց այդ պահին նրա մտքում հնչեցին Տեր Հովհաննեսի խոսքերը. «Քրիստոսի ճանապարհը հաճախ ամենադժվարն է»։ Նա հասկացավ, որ իր փորձը միամիտ էր և մակերեսային։ Նա փորձել էր Աստծո խորհուրդը կիրառել որպես կախարդական բանալի, ակնկալելով ակնթարթային արդյունք։ Նա չէր հասկացել, որ սիրել թշնամուն ոչ թե մեկ անգամյա գործողություն է, այլ վիճակ, ներքին փոխակերպման երկար ու տանջալից գործընթաց։ Դա պահանջում էր ոչ թե պարզապես նվեր տալ, այլ սիրտը մաքրել ատելությունից, աղոթել ոչ թե ցուցադրաբար, այլ անկեղծորեն, տեսնել Տիգրանի մեջ ոչ թե հրեշի, այլ Աստծո կորած մոլորված պատկերը։ Այս գիտակցությունը նոր ցավ բերեց, բայց դա ոչ թե հուսահատության, այլ մաքրագործման ցավ էր։
Նա հասկացավ, որ իր հոգևոր ճանապարհորդությունը դեռ նոր է սկսվում, եւ որ Տիգրանի նետած խաչքարը ոչ թե իր պարտության, այլ իրական փորձության սկզբի խորհրդանիշն էր։ Նա դեռ պետք է սովորել, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա, ոչ թե խոսքով, այլ գործով եւ հոգով։ Գևորգի եղբորը տված համաձայնությունը դառը համ ուներ բերանում։ Նա թույլ էր տվել Սարգսին գործել, բայց իր հոգին դատարկ էր ու սառը։ Նա դադարել էր արհեստանոց գնալ, իսկ մուրչի ձայնը, որը միշտ կյանքի երաժշտությունն էր եղել իր համար, այժմ լռել էր։ Նա ժամերով նստում էր տանը, ձեռքին ավետարանը, բայց տողերն անիմաստ էին թվում, իսկ Քրիստոսի խոսքերը հեռու էին ու օտար։ Նա զգում էր, որ ձախողվել է որպես քրիստոնյա, որ իր հավատքը չի դիմացել առաջին իսկ լուրջ փորձությանը։ Մի առավոք, երբ նրանք նախաճաշում էին, փոստատարը թերթ բերեց։ Անահիտը սովորության համաձայն բացեց եւ հանկարծ գունատվեց։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ եւ թերթը սահեց գետնին։ Գևորգը վերցրեց այն։ Տեղական ամենաընթերցվող թերթերից մեկի առաջին էջի կեսը զբաղեցնում էր մի մեծ հոդված՝ «Ժառանգության պահապաններ, թե խարդախ շինարարներ» վերնագրով։ Հոդվածում առանց անուններ տալու, բայց շատ պարզ ակնարկներով պատվում էր մի հնամենի արհեստանոցի հասին, որի տերերը, շահարկելով իրենց նախնիների անունը, խոչընդոտում են քաղաքի զարգացմանը եւ շորթում են գումար բարեխիղճ կառուցապատողից։ Տեքստը լի էր կիսաճշմարտություններով եւ բացահայտ ստով, որոնք Գևորգի ընտանիքին ներկայացնում էին որպես ագահ ու անսկզբունքային մարդկանց։ Դա Տիգրանի հարվածն էր, նենգ, հանրային եւ շատ ավելի ցավոտ, քան կոտրված քարը։ Հարվածի հետևանքները երկար սպասեցնել չտվեցին։ Նույն օրը Գևորգի մայրը, 65-ամյա Կիկին Վարդուհին, որը հարգված կին էր իրենց թաղամասում, գնացել էր շուկա։ Նա մոտեցավ կանաչեղենի վաճառողին, ումից տարիներ շարունակ գնումներ էր անում։ Վաճառողը, տեսնելով նրան, կտրուկ շրջվեց եւ սկսեց սպասարկել մեկ այլ հաճախորդի։ Տիկին Վարդուհին համբերատար սպասեց, հետո նորից դիմեց։ «Արմեն ջան, ինձ մի կապոց թարխուն կտաս»։ Արմենը, առանց նրա կողմը նայելու, կոպիտ պատասխանեց. «Թարխուն չկա»։ Բայց կինը տեսնում էր թարմ կանաչու փարթամ կապոցները վաճառասեղանին։ Նա մոտեցավ հացթուխին, ում հետ ամեն առավոտ սուրճ էր խմում։ Հացթուխը ձևացրեց, թե զբաղված է եւ չի նկատում իրեն։ Երեկվա բարեկամները, հարևանները, ում հետ նա կիսում էր իր ուրախությունն ու տխրությունը, այժմ մեջք էին շրջում նրանից, խուսափում էին նրա հայացքից, շշնջում էին նրա թիկունքում։ Ճնշումը դարձել էր ֆիզիկապես շոշափելի։ Տիկին Վարդուհին վերադարձավ տուն դատարկ ձեռքերով, բայց լիքը սրտով։ Նա լուռ նստեց սենյակի անկյունում եւ նրա ուսերը ցնցվում էին համր լացից։ Հանրային ամոթը ծանր քարի պես նստել էր նրանց ընտանիքի վրա, ներսից քայքայելով նրանց ոգին։ Այդ երեկո նրանց տանը հավաքվել էր ողջ ընտանիքը։ Սարգիսը կատաղած էր։ Սա պատերազմի հայտարարություն է։ Նա ուզում է մեզ հասարակությունից մեկուսացնել, մեզանից բորոց սարքել, բայց ես թույլ չեմ տա։ Վաղը ես կհանդիպեմ իմ ծանոթ լրագրողի հետ, մենք կպատասխանենք, մենք կպատմենք ճշմարտությունը։ Բայց տիկին Վարդուհին, բարձրացնելով արցունքոտ աչքերը, թույլ ձայնով ասաց. «Ինչ ճշմարտություն, որդիս, ով կհավատա մեզ։ Մարդիկ միշտ հավատում են նրան, ինչ գրված է թերթում, ինչ ասում են հեռուստացույցով։ Մենք կորցրինք մեր բարի անունը, մեր պատիվը։ Հայկական մշակույթում, որտեղ հարևանների կարծիքն ու հանրային հարգանքը միշտ մեծ դեր են խաղացել, սա սարսափելի հարված էր։ Գևորգի համար սա ավելի վատ էր, քան ֆիզիկական բռնությունը։ Նա զգուն էր իր մեղքը։ Եթե ինքը չփորձեր սուրբ լինել, եթե ի սկզբանե լսեր եղբորը, գուցե այս ամենը չլիներ։ Նրա Քրիստոսին հետևելու փորձը ոչ միայն ձախողվել էր, այլև իր ընտանիքին բերել էր ամոթ ու նվաստացում։ Ինչ կասեն մարդիկ արտահայտությունը, որը միշտ եղել էր հայկական իրականության կարևորագույն կարգավորիչներից մեկը, այժմ մահակի պես հարվածում էր նրանց գլխին։ Նույնիսկ Տեր Հովանեսը, որը եկել էր նրանց մխիթարելու, կարծես թե շփոթված էր։ Նա նստած էր տիկին Վարդուհու կողքին, փորձելով նրան հանգստացնել, բայց նրա խոսքերն այլևս նախկին ուժը չունեին։ Պետք է համբերել, ասում էր նա, Տերը փորձում է մեզ։ Բայց Սարգիսը չէր կարողանում զսպել իրեն։ Համբերե, Հայր Սուրբ, մինչև երբ, մինչև մեր երեխաներին դպրոցում սկսեն ծաղրել, մինչև մեզ վռնդեն մեր իսկ թաղամասից։ Գուցե Քրիստոսի խորհուրդը պետք է հասկանալ ոչ թե բառացի, գուցե դա այլաբանություն է։ Մենք պետք է լինենք իմաստուն, ինչպես օձերը, եւ միամիտ, ինչպես աղավնիները։ Հիմա օձ լինելու ժամանակն է։ Այս խոսքերը արտացոլում էին Գևորգի ներքին կասկածները։ Նա նայում էր իր լացող մորը, իր կատաղած եղբորը, իր վախեցած կնոջը եւ զգում էր հոգևոր փակուղի։
Նա փորձել էր հետևել Քրիստոսին, բայց այդ ճանապարհը նրան տարել էր դեպի ավելի մեծ տառապանք։ Նա սկսում էր կասկածել ոչ թե Աստծո գոյությանը, այլ նրա խոսքերը ճիշտ հասկանալու ունակությանը։ Գուցե Սարգիսը ճիշտ էր, գուցե քրիստոնեությունը պահանջում է ոչ թե բացարձակ հնազանդություն, այլ ողջամիտ փոխզիջում աշխարհի օրենքների հետ։ Այդ գիշեր նա երկար աղոթեց, բայց նրա աղոթքը ոչ թե խնդրանք էր, այլ հարց ուղղված լուր երկնքին. Տեր, ինչու՞։ Եթե սա է քո ճանապարհը, ապա ինչպես կարող եմ ես քայլել դրանով, չկորցնելով իմ սիրելիներին։ Այն գիշերվա աղոթքին պատասխան չեղավ։ Հաջորդ օրերը ձուլվեցին իրար, վերածվելով միապաղաղ մոխրագույն հուսահատության։ Տիգրանի ազդեցությունը ամենուր էր, և նրանց յուրաքանչյուր քայլ բախվում էր անտեսանելի պատերի։ Գևորգը հոգեկան խանգարման եզրին էր։ Նա այլևս չէր կարողանում տանել իր ընտանիքի տառապող հայացքները, հարևանների շշուկները, սեփական անզորության զգացումը։ Մի առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա վերցրեց մեքենան և ուղղվեց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանք։ Նա փախցում էր ոչ թե Տիգրանից, այլ ինքն իրենից և այն Աստծուց, ում այլևս չէր հասկանում։ Նա չգնաց վանքի գլխավոր եկեղեցին, որտեղ միշտ մարդաշատ էր։ Փոխարենը նա բարձրացավ դեպի ժայռափոր մեկուսի խուցերից մեկը, որտեղ դարեր շարունակ ճգնում էին վանականները։ Նա չէր եկել աղոթելու, նա պարզապես նստեց քարե հատակին, սառը, խոնավ դատարկության մեջ, և հայացքը հառեց մթությանը։ Նրա միտքը դատարկ էր, սիրտը քարացած։ Նա այնտեղ նստեց մի քանի ժամ, կորցնելով ժամանակի զգացողությունը։ Հենց այն պահին, երբ նա պատրաստ էր ընդունել իր վերջնական պարտությունը, նրա ուշադրությունը գրավեց մի շարժում վանքի բակում։ Նա մոտեցավ խցի փոքրիկ բացվածքին և ներքև նայեց։ Բակում մի խումբ երեխաներ էին խաղում։ Նրանցից մեկը, մի չարաճճի տղա, վերցրեց միջին չափի քար և նետեց բակում պառկած թափառող շան ուղղությամբ։ Քարը դիպավ շան թաթին, և կենդանին ցավից կենգենգաց։ Այդ պահին վանքի խցերից դուրս եկավ մի ծեր, կուզիկ վանական, երկար սպիտակ մորուքով։ Նա տեսավ տղայի արարքը։ Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա, կկանչի տղային, կխրատի նրան։ Բայց վանականը լուռ մոտեցավ։ Նա բարձրացրեց այն քարը, որով տղան հարվածել էր շանը։ Գևորգը մտածեց, որ նա քարը հետ է նետելու տղայի ուղղությամբ, կամ գուցե հեռու է շպրտելու այն։ Սակայն վանականը արեց մի բան, որը ցնցեց Գևորգին իր անսպասելիությամբ։ Նա զգուշորեն քարը տարավ դեպի վանքի կիսավեր պարսպի մի հատվածը, որտեղից մի քանի քար պակասում էր, և խնամքով տեղադրեց այն պատի հիմքում, լրացնելով բացը։ Նա չարության գործիքը վերածեց շինարարության նյութի։ Այդ պարզ լուր գործողությունը կայծակի պես հարվածեց Գևորգի գիտակցությանը։ Նրա ուղեղում մի վարագույր բացվեց, և Քրիստոսի խոսքերը հանկարծ հնչեցին բոլորովին նոր, պարզ ու հզոր իմաստով. «Սիրիր թշնամուդ»։ Դա չի նշանակում հանդուրժել չարը։ Դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է վերցնել այն քարը, որը նետում են քո վրա, և դրանով ոչ թե պատասխան հարված տալ, այլ կառուցել։ Դա նշանակում է վերցնել թշնամու կործանարար էներգիան և այն վերափոխել արարչագործություն։ Չզիջել, այլ հարվածը վերահղել դեպի ստեղծում։ Գևորգը հանկարծ հասկացավ իր բոլոր սխալները։ Նա փորձում էր կամ պասիվ սիրել, նվեր տալով, կամ ակտիվ ատել, թույլ տալով եղբորը վրեժխնդիր լինել։ Երկու ճանապարհներն էլ սխալ էին, որովհետև երկուսն էլ ընդունում էին Տիգրանի կանոններով խաղը։ Քրիստոսն առաջարկում էր երրորդ ճանապարհը՝ խաղը փոխելը, պայքարել ոչ թե Տիգրանի դեմ, այլ նրա կործանարար գործելակերպի դեմ, ստեղծելով մի բան, որն ավելի հզոր է, ավելի կենսունակ։ Հիսուսի իմաստությունը հանճարեղ էր իր պարզության մեջ։ Նա խոսում էր ոչ թե զգացմունքային սիրո, այլ գործնական, ստեղծարար սիրո մասին։ Այս հայտնությունը լույսի պես ողողեց Գևորգի հոգին։ Նրա բոլոր կասկածները, տառապանքները, հուսահատությունը լուծվեցին այս նոր ըմբռնման մեջ։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խոսքերը ոչ թե անիրագործելի իդեալ էին, այլ ամենագործնական ուղեցույցը, որը կարող էր լինել։ Նա ցնցված էր այդ իմաստության խորությունից և միևնույն ժամանակ պարզությունից։ Ամեն ինչ տեղ ընկավ։ Նա այլևս չէր տեսնում իրավիճակը որպես փակուղի, այլ որպես հնարավորություն։ Նա իջավ վանքի բակ։ Նա մոտեցավ ծեր վանականին, որը հիմա շոյում էր վիրավոր շան գլուխը։ Գևորգը խոնարհվեց։ «Շնորհակալ եմ, Հայր Սուրբ, դուք ինձ ավելին սովորեցրիք, քան բոլոր գրքերը»։ Վանականը բարի ժպտաց, կարծես հասկանալով ամեն ինչ առանց խոսքերի։ «Աստված է սովորեցնում, որդիս, մենք պարզապես պետք է բացենք մեր աչքերն ու սիրտը»։
Գևորգը վերադարձավ Երևան բոլորովին այլ մարդ, նրա դեմքին այլևս չկար հուսահատության դրոշմը, փոխարենը նրա աչքերում վճռականության և խաղաղության լույս կար։ Երբ նա մտավ տուն, ընտանիքը զարմացած նայեց նրան, նրանք սպասում էին տեսնել կոտրված մարդու, բայց տեսնում էին մեկին, ով գտել էր իր ճանապարհը։ Նա հավաքեց բոլորին։ «Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք», ասաց նա հանգիստ։ «Մենք կդադարեցնենք բոլոր դատական գործերը, մենք չենք պատասխանի հոդվածներով։ Մենք կպայքարենք, բայց ոչ թե նրա զենքով, այլ մեր։ Մենք կկառուցենք»։ Սարգիսը թերահավատորեն նայեց նրան։ «Ինչ կկառուցենք, Գևորգ, նա մեզ ոչնչացնում է, իսկ դու կառուցելուց ես խոսում»։ Գևորգը ժպտաց, առաջին անգամ երկար շաբաթների ընթացքում։ «Մենք կկառուցենք մի բան, որը նա չի կարող քանդել։ Մենք նրա ատելության քարերով կկառուցենք մեր հավատքի տաճարը»։ Գևորգի խոսքերը լռություն ստեղծեցին սենյակում։ Սարգիսը նայում էր նրան այնպես, կարծես եղբայրը խելքը թռցրել է։ Տիկին Վարդուհին անհանգիստ խաչակնքում էր, իսկ Անահիտի հայացքում վախի և հիացմունքի տարօրինակ խառնուրդ կար։ Այդ երեկո, երբ Գևորգը հավաքեց իր ընտանիքին և հայտարարեց իր նոր ծրագրի մասին, որը ծնվել էր Գեղարդի վանքում ունեցած հայտնվությունը, նրանց տունը վերածվեց թատերաբեմի։ Ծրագիրը աշխարհիկ տրամաբանությամբ խելագարություն էր։ «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպեսզի իր շենքի կողքին կառուցի շքեղ առանձնատուն, այգիով», հայտարարեց Գևորգը հանգիստ, բայց պողպատե վճռականությամբ։ «Շատ լավ, մենք նրան չենք խանգարի։ Բայց մեր արհեստանոցի կողքին կա մի փոքրիկ հողակտոր, որը դեռ մեր սեփականությունն է։ Այնտեղ տասնյակ տարիներ առաջ իմ պապի պապը մի փոքրիկ մատուռ է կառուցել, որը ժամանակի ընթացքում քանդվել է։ Մենք կսկսենք վերականգնել այդ մատուռը։ Անվճար, մեր ուժերով, մեր քարերով։ Մենք նրա շահույթի համար նախատեսված տարածքը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի»։ Սարգիսը պայթեց։ «Դու գժվել ես, իսկապես, նա բուլդոզերներով կգա ու մեր գլխին կքանդի այդ մատուռը, դու նրան ավելի ես գրգռում, սա ինքնասպանություն է»։ Բայց Անահիտը, որը երկար շաբաթներ ապրում էր վախի մեջ, բարձրացրեց գլուխը։ Նա նայեց ամուսնու աչքերին և այնտեղ տեսավ ոչ թե խելագարություն, այլ մի անսասան հավատքի կրակ։ «Ես քեզ հետ եմ», շշնջաց նա, և այդ երկու բառը ավելի շատ ուժ տվեցին Գևորգին, քան հազարավոր փաստարկներ։ Գևորգի որոշման լուրը արագ տարածվեց թաղամասում։ Հաջորդ օրը, երբ նա իր աշակերտի Լևոնի հետ սկսեց մաքրել հին մատուռի հիմքերը, մարդիկ հավաքվում էին հեռվում, հետաքրքրությամբ և թերահավատությամբ նայելով նրանց։ Ոմանք մատով էին ցույց տալիս, ծիծաղելով նրա միամտության վրա։ «Տեսեք խելագարին», ասում էր հացթուխը, որը երեկ մեջք էր շրջել տիկին Վարդուհուց։ «Տիգրանը նրան ողջ կուտի»։ Բայց ոչ բոլորն էին այդպես մտածում։ Թաղամասի ամենահին վարպետը, 80-ամյա վարպետ Կարապետը, որը դեռ Գևորգի պապի հետ էր աշխատել, դանդաղ քայլերով մոտեցավ։ Նա երկար նայեց Գևորգի աշխատանքին, հետո Տիգրանի հսկայական շինարարությանը։ Նրա կնճռոտ դեմքին իմաստուն ժպիտ հայտնվեց։ «Քո պապը կհպարտանար քեզնով, տղաս», ասաց նա։ «Քարով քարի դեմ ես կռվում, ճիշտ ես անում։ Եթե գործիք պետք լինի, արի իմ մոտ»։ Այս խոսքերը առաջին աջակցությունն էին, և դրանք Գևորգի համար ոսկուց թանկ էին։ Համայնքը սկսեց բաժանվել։ Կասկածամիտները, որոնք վախենում էին Տիգրանի ուժից, հեռու էին մնում։ Բայց կային նաև մարդիկ, ում մեջ Գևորգի արարքը արթնացրել էր մոռացված արժանապատվությունը ու հավատքը։ Տեր Հովհաննեսը, լսելով Գևորգի ծրագրի մասին, անմիջապես եկավ արհեստանոց։ Նա լուռ հետևում էր, թե ինչպես են Գևորգն ու Լևոնը քրտինքի մեջ կորած քարերը մաքրում մոլախոտերից։ Գևորգը, տեսնելով քահանային, մի պահ դադար տվեց։ «Դուք էլ եք կարծում, որ ես խելագարվել եմ, հայր Սուրբ»։ Տեր Հովհաննեսի աչքերը փայլում էին։ «Ես կարծում եմ, որ դու վերջապես հասկացար ավետարանի իմաստը, որդիս։ Շատերը կարդում են, բայց քչերն են հասկանում։ Դու փորձում ես կիրառել այն։ Քրիստոսը երբեք չի ասել, որ իր ճանապարհը հեշտ է լինելու։ Նա ասել է, որ դա նեղ դուռ է, որով քչերն են մտնում։ Դու գտել ես այդ դուռը»։ Եվ նա, առանց մեկ այլ խոսք ասելու, թևքերը քշտեց, վերցրեց մի բահ և սկսեց օգնել նրանց։ Թաղամասի քահանայի օրինակը վարակիչ եղավ։ Մի քանի ժամ անց նրանց միացան ևս 2-3 հավատացյալներ եկեղեցական համայնքից։ Նրանք շատ չէին, բայց նրանց միասնությունը ուժ էր տալիս։ Սարգիսը, տեսնելով այս ամենը, գլուխը թափահարում էր անհավատության մեջ։ «Սա կրկես է», ասում էր նա կնոջը։ «Մի խումբ իդեալիստներ փորում են հողը, մինչդեռ իրական գիշատիչը պատրաստվում է հարձակման»։
Ամենազարմանալի արձագանքը եկավ տիկին Վարդուհուց։ Այն օրվանից, երբ Գևորգը հայտարարեց իր որոշման մասին, նա դադարեց լաց լինել։ Նրա մեջ արթնացավ հին մարտական ոգին։ Նա սկսեց ամեն օր տաք թեյ և թխվածքաբլիթ բերել մատուռի վրա աշխատողների համար։ Նա այլևս չէր խուսափում հարևանների հայացքներից։ Երբ շուկայում նրան նորից փորձեցին անտեսել, նա բարձրաձայն և հստակ ասաց. «Արմեն, ես գիտեմ, որ դու թարխուն ունես, և ես գիտեմ, որ դու վախենում ես, բայց իմ տղան քո պատվի համար էլ է կռվում։ Երբ նա կվերականգնի մեր մատուռը, դու էլ ես գալու այնտեղ մոմ վառելու»։ Նրա խոսքերը ստիպեցին շատերին կարմրել և ամաչել։ Դեղերը փոխվել էին։ Գևորգը, ընտրելով Քրիստոսի թվացյալ թույլ ճանապարհը, իրականում դարձել էր իր համայնքի հոգևոր առաջնորդը։ Նրա արարքը ստիպում էր մարդկանց վերանայել իրենց սեփական վախերն ու համոզմունքները։ Նոր դաշինքներ էին կազմվում, ոչ թե ուժի կամ շահի, այլ հավատքի և արժանապատվության շուրջ։ Գևորգը դեռ չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն, բայց նա այլևս մենակ չէր։ Նա իր կողքին ուներ մի փոքրիկ, բայց հավատարիմ բանակ, որը պատրաստ էր կառուցել, նույնիսկ եթե դա նշանակում էր կանգնել բուլդոզերի դիմաց։ Հաջորդ 2 շաբաթները վերածվեցին լարված դիմակայության։ Շինհրապարակը դարձավ իսկական մարտադաշտ, որտեղ զենքերը ոչ թե պողպատից էին, այլ քարից ու կամքից։ Գևորգը, Տեր Հովհաննեսը, Լևոնը և մի քանի հավատարիմ մարդիկ ամեն օր արևածագից մինչև մայրամուտ աշխատում էին մատուռի վերականգնման վրա։ Նրանք դնում էին առաջին քարերը, խառնելով շաղախը ոչ միայն ցեմենտով ու ավազով, այլև աղոթքով ու հույսով։ Տիգրանը երկար չսպասեց։ Մի օր շինհրապարակ ժամանեցին նրա սև ջիպերը։ Նրանից դուրս եկան մի քանի մռայլ տղամարդիկ։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, բայց սկսեցին հոգեբանական պատերազմ։ Նրանք իրենց մեքենաներից միացրին ականջ ծակող բարձր երաժշտություն, որը անհնարին էր դարձնում խոսելը, առավել ևս աղոթելը։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը լցնել հենց մատուռի կողքին, ստեղծելով մի զզվելի աղբանոց։ Նրանք անընդհատ վիրավորանքներ էին հնչեցնում, ծառրելով Գևորգի աստվածավախությունը և նրա ընկերների միամտությունը։ Բայց Գևորգը, որը սովորել էր Գեղարդի դասը, չէր տրվում սադրանքներին։ Նա սովորեցրել էր իր փոքրիկ խմբին պատասխանել ոչ թե խոսքով, այլ գործով։ Երաժշտության ամենաբարձր ճիչի ժամանակ նրանք միասին բարձրացնում էին ամենածանր քարը։ Աղբի յուրաքանչյուր նոր կույտին նրանք պատասխանում էին ավելի ամուր դնելով պատի հերթական շարը։ Յուրաքանչյուր վիրավորանքի դիմաց Գևորգը միայն խաչակնքում էր և շարունակում իր գործը։ Նրա անսասանությունը սկսեց ազդել շատերի վրա։ Մի օր, երբ Տիգրանի մարդիկ հատկապես ագրեսիվ էին և իրավիճակը հասել էր պայթյունի եզրին, տեղի ունեցավ անսպասելին։ Վարպետ Կարապետը, որը մինչ այդ միայն հեռվից էր հետևում, իր արհեստանոցից դուրս բերեց իր հին, բայց ամուր գործիքները, դանդաղ անցավ փողոցը և առանց մեկ խոսք ասելու սկսեց օգնել Գևորգին, ուղղելով պատի անկյունը։ Նրա օրինակին հետևեց հացթուխը, որը մի քանի օր առաջ ամաչում էր տիկին Վարդուհուց։ Նա մի մեծ սկուտեղով տաք հաց բերեց բանվորների համար։ Հետո եկավ կանաչեղենի վաճառողը, մի արկղ լիքը թարմ բանջարեղենով։ Մարդիկ, ովքեր մինչ այդ վախենում էին, սկսեցին միանալ։ Ոմանք օգնում էին քար տանելով, ոմանք ջուր բերելով, ոմանք էլ ուղղակի կանգնում էին նրանց կողքին, իրենց լուռ ներկայությամբ ցույց տալով իրենց աջակցությունը։ Հակամարտությունը դարձավ հրապարակային։ Դա այլևս Գևորգի և Տիգրանի անձնական պայքարը չէր։ Դա դարձել էր համայնքի պայքարը հանուն իր արժանապատվության, հանուն իր հավատքի։ Տիգրանի մարդիկ, տեսնելով աճող բազմությունը, շփոթվեցին։ Նրանք սովոր էին վախեցնել մեկ անհատի, բայց անզոր էին մի ամբողջ համայնքի լուռ դիմադրության դեմ։ Նրանք անջատեցին երաժշտությունը և հեռացան, զեկուցելու իրենց տիրոջը։ Գևորգի ռազմավարությունը սկսեց պտուղներ տալ։ Նա հասկացել էր, որ Տիգրանի ուժը նրա փողի և իշխանության մեջ էր, բայց նրա թուլությունը նրա հանրային կերպարն էր։ Նա ուզում էր երևալ որպես բարերար, քաղաքը զարգացնող, իսկ Գևորգը, վերականգնելով մատուռը, նրան դարձնում էր սրբապիղծ եկեղեցի քանդող։ Այս նոր մարտավարությունը փոխեց նաև հարաբերությունները ընտանիքի ներսում։ Սարգիսը, որը սկզբում թերահավատ էր, տեսնելով համայնքի աջակցությունը և եղբոր ռազմավարության արդյունավետությունը, սկսեց հարգել նրա որոշումը։ Նա դադարեց պնդել իր իրավաբանական մեթոդների վրա և սկսեց մտածել, թե ինչպես կարող է իր գիտելիքներով օգնել եղբորը նոր ճանապարհով։ Գուցե կարող ենք դիմել մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովին, առաջարկեց նա մի երեկո։ Այս մատուռը, եթե հին է, կարող է պատմական արժեք ունենալ։ Դա մեզ լրացուցիչ պաշտպանություն կտա։ Գևորգը ժպտաց։
Նրա եղբայրը դեռ մտածում էր օրենքի լեզվով, բայց այժմ նա փորձում էր այդ լեզուն ծառայեցնել ոչ թե վրեժին, այլ պաշտպանությանը և կառուցմանը։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն թուլացրել էր արտաքին լարվածությունը, այլև սկսել էր բուժել ներքին, ընտանեկան վերքերը։ Մի անձրևոտ օր, երբ աշխատանքը դադարել էր, Գևորգն ու Տեր Հովհաննեսը մենակ մնացին կիսակառույց մատուռում, պատսպարվելով անձրևից։ Ես վախենում էի, հայր Սուրբ, խոստովանեց Գևորգը։ Ես մտածում էի, որ իմ այս քայլը կհանգեցնի ավելի մեծ կոնֆլիկտի։ Տեր Հովհաննեսը նայեց անձրևի շիթերին, որոնք լվանում էին նոր դրված քարերին։ Հիսուսը երբեք չի ասել, որ մենք պետք է խուսափենք կոնֆլիկտից։ Նա ինքը մտավ կոնֆլիկտի մեջ փարիսեցիների, դպիրների, իշխանավորների հետ, բայց նա փոխեց կոնֆլիկտի բնույթը։ Նա ատելությանը պատասխանեց սիրով, բռնությանը զոհաբերությամբ, մահվանը հարությամբ։ Նա ցույց տվեց, որ կա ուժ, որն ավելի հզոր է, քան աշխարհի ողջ չարությունը։ Դու պարզապես փորձում ես քայլել այդ նույն ճանապարհով, որդիս։ Գևորգը նայեց իր կոշտացած, շաղախով պատված ձեռքերին։ Նա այլևս չէր զգում իրեն որպես զոհ։ Նա զինվոր էր Քրիստոսի բանակում, եւ նրա զենքը մուրճն էր, հատիչը եւ այն անսասան հավատքը, որ չարիքի քարերով կարելի է կառուցել Աստծո տունը։ Նա գիտեր, որ գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է, բայց այժմ նա պատրաստ էր դրան։ Մատուռի պատերն արդեն հասել էին մարդու հասակին, երբ եկավ գագաթնակետի օրը։ Տիգրանը, զայրացած վերահսկողության կորստից եւ հասարակական կարծիքի ճնշումից, որոշեց վերջակետ դնել այս պատմությանը։ Նա անձամբ եկավ շինհրապարակ։ Նրա սև հսկայական մեքենան կանգ առավ հենց մատուռի մուտքի մոտ, ցեխ շպրտելով նոր դրված քարերի վրա։ Բոլորը սառեցին, աշխատանքը դադարեց, օդում լարված լռություն կախվեց։ Տիգրանը դուրս եկավ մեքենայից։ Նրա դեմքը քարի պես անթափանց էր, իսկ աչքերում սառը կրակ էր վառվում։ Նա ուղիղ քայլեց դեպի Գևորգը, որը կանգնած էր կիսակառույց խորանի մոտ։ Սարգիսը մի քայլ առաջ արեց, փորձելով կանգնել եղբոր եւ Տիգրանի միջև, բայց Գևորգը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան։ Նա չշարժվեց տեղից։ Նա չխոնարհեց հայացքը։ Նա նայում էր ուղիղ Տիգրանի աչքերի մեջ, առանց ատելության, առանց վախի, այլ խորը, մարդկային տխրությամբ։ Երբ Տիգրանը կանգնեց նրա դիմաց, պատրաստ իր զայրույթը թափելու, Գևորգը խոսեց։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց հնչում էր ողջ հրապարակում։ Այս մատուռը մենք կառուցում ենք ի հիշատակ Արամի եւ Սաթենիկի։ Նա մեկնեց Տիգրանին մի փոքրիկ հարթ քար, որի վրա նրբորեն փորագրված էին երկու անուններ։ Ես իմացա, որ սրանք քո ծնողների անուններն են, նրանք թաղված են մեր գյուղի գերեզմանատանը, լավ մարդիկ են եղել։ Այդ խոսքերը եւ այդ փոքրիկ քարը ավելի հզոր հարված էին, քան ցանկացած բուլդոզեր։ Տիգրանի դեմքի երկաթե դիմակը ճաքեց։ Մի ակնթարթ նրա աչքերում երևաց ոչ թե անողոք գործարարը, այլ մի մոլորված տղա, որը վաղուց կորցրել էր իր ծնողներին։ Նրա շուրթերը սկսեցին դողալ, նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ։ Նրա մեջ տեսանելի պայքար էր ընթանում։ Նա չդարձավ սուրբ, նրա սիրտը միանգամից չփոխվեց, բայց նա կոտրվեց։ Այն ամրոցը, որը նա կառուցել էր իր շուրջը փողով եւ իշխանությամբ, փլվեց մի պարզ անկեղծ խոսքից։ Նա մի պահ նայեց քարին, հետո Գևորգին, լուրջ շրջվեց, նստեց մեքենան եւ հեռացավ։ Եվ այլևս երբեք չվերադարձավ։ Մի քանի ամիս անց մատուռն ավարտված էր, փոքրիկ, բայց լուսավոր։ Այն կանգնած էր Տիգրանի կիսակառույց լքված շենքի կողքին, որպես հավատքի հաղթանակի խորհրդանիշ։ Գևորգի արհեստանոցն աշխատում էր նոր թափով, պատվերներն ավելի շատ էին, քան երբևէ։ Մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև տեսնելու այն մարդում, ով կարողացավ սիրով հաղթել ատելությանը։ Բայց Գևորգի համար ամենամեծ հաղթանակը մեկ այլ տեսարան էր։ Մի առավոտ, երբ նա աշխատում էր նոր խաչքարի վրա, նրա կողքին, վերցրած իր սեփական մուրճն ու հատիչը, լուռ աշխատում էր Սարգիսը։ Նա թողել էր իր փաստաբանական գործունեությունը եւ վերադարձել էր պապերի արհեստին։ Նրանց միջև խոսքեր պետք չէին։ Այդ լռության մեջ կար եւ ներողություն, եւ հարգանք, Եվ վերագտնված եղբայրություն։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն փրկել էր արհեստանոցը, այլև վերականգնել էր ընտանիքը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Գևորգի պատմությունը ավարտվեց, բայց այն դասերը, որ մենք քաղեցինք, հավերժ են։ Մենք տեսանք, որ Քրիստոսի խորհուրդը՝ սիրեցեք ձեր թշնամիներին, ոչ թե միամիտների համար գրված հեքիաթ է, այլ ամենահզոր եւ ամենագործնական զենքը, որ տրված է մեզ։ Այն պահանջում է ոչ թե թուլություն, այլ աներևակայելի ուժ, ոչ թե պասիվություն, այլ ստեղծարար քաջություն։
Գևորգը հասկացավ, որ թշնամու նետած քարով կարելի է ոչ թե պատասխան հարված տալ, այլ տաճար կառուցել։ Այսօր ես ուզում եմ ձեզ հարցնել. իսկ ձեր կյանքում ինչ քարեր են նետում ձեր ուղղությամբ։ Դրանք կարող են լինել անարդարացի խոսքեր, նախանձ, թշնամանք։ Խնդրում եմ կիսվեք մեկնաբարություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքում։ Ինչպես կարող եք ձեր դեմ ուղված բացասական էներգիան վերածել մի լավ ու բարի բանի։ Եկեք միասին սովորենք կիրառել մեր Տիրոջ իմաստությունը, որովհետև միայն այդ ճանապարհով կարող ենք կառուցել ոչ միայն քարե մատուռներ, այլև մեր հոգիների տաճարները։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, թող Աստծո խաղաղությունը լինի ձեզ հետ։